Այսպես ասենք, sense բանի հսկա պետության մոտ ակլորանալը ուղղակի հարվածելու է քո սեփական երկրին եւ քո ժողովրդին։ Հա գինով է վճարում։ Նիկոլ Փաշինյանը 18 մինչև 20 թվականները ակլորացել է եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այսինքն այս հայտարարությունների գինի ժողովուրդն է վճարում։ Քեզ դաշ չեղավ, որ քաղաքականության մեջ ակլորանալը լավ բան չի։ Հատկապես եթե այդ ուժը ակլորանալու չունես։ Բայց եթե թույլ տաք մի հատ սահուն անցման այն, էլի մի հարցի, որը կարծում եմ շատ տենց նարատիվ է, որը շատ ուզում են տարածել մեր ժողովրդի մեջ, ինքնիշխանությունը ամենաշատ օգտագործված բառերից մեկն է։ Այս վարչախմբի պետությունը, երբ որ ինքնիշխան է, ինչ կարա իրան թույլ տա, ինչ չի։ Այդ Պուտինին չդիմավորելն է իշխանություն կամ գնալ ակլորանալն է, թե ուրիշ ձև է այդ ինքնիշխանությունը արտահայտվում։ Օրինակ, չգիտեմ, ձեր ժամանակ ոնց էր ինքնիշխան էինք մենք, ոնց էր արտահայտվում այդ ինքնիշխանությունը, եթե էինք։ Սա բարդույթի արտահայտություն է։ Այդ մարդու մոտ իսպար բացակայությունը հենց ինքնիշխանության արտահայտվում է անընդհատ այդ բառը օգտագործելով։ Սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է։ Ավելի պրոբլեմային վիճակում, կախյալ վիճակում Հայաստանը երբեք չի եղել։ Կախյալումից։ Բոլորից։ Ռուսաստանից էլ։ Բոլորից։ Ռուսաստանից կախվածությունը հսկայական է, օբյեկտիվ կախվածություն։ Մյուսներից կախվածությունը նախաձեռնողական է Հայաստանի կողմից։